Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Սոցիալական հարթակներում արագորեն տարածվեցին լուրը հաստատող լուսանկարները։ Համադրված պատկերներից առաջին լուսանկարում դեռևս կանգուն է հայկական եկեղեցին, իսկ մյուսում տաճարի հետքն անգամ չկա։ Սա Արցախի մշակութային եւ հոգեվոր ժառանգության նկատմամբ հերթական վանդալիզմն է, որն իրականացվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս, Բերձորի Սուրբ Համբարձման, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։ Արցախի թեմական խորհուրդը դատապարտել է մշակութային եղեռնի հերթական դեպքը, կոչ է արել միջազգային համապատասխան կառույցներին միջամտելու, որպեսզի կանխվի վանդալիզմը եւ Արցախի հոգեվոր մշակութային ժառանգության ոչնչացումը։ Եկեղեցու ավերման լուրն արժանացել է հասարակական խիստ քննադատության։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մինչև այդ հանցավոր գործողությունը ադրբեջանական տելեգրամյան ալիքներով եւ սոցիալական այլ հարթակներով բացահայտ կերպով տարածվում էին կոչեր ուղղված եկեղեցու ավերմանը։ Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2005 թվականին, շինարարությունը տևել է շուրջ 2 տարի։ Սրբավայրը կառուցվել էր ամերիկահայ բարերար Ներսես Եփրեմյանի միջոցներով ի հիշատակ իր վաղամեռիկ որդու։ 2007 թվականի մայիսի 6-ին եռատոնի նախաշեմին է Արցախի թեմակալ առաջնորդ Պարքև Սրբազանն օծել աղոթատունը։ Տարիներ շարունակ Սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոններից մեկը, սիրված սրբավայր հազարավոր արցախցիների համար, որոնք իրենց աղոթքներն են բարձրացրել առ Աստված։ Ամեն կիրակի այստեղ պատարագ է մատուցվել, ծեսեր ու արարողություններ են կատարվել։ 2020 թվականին 44-օրյա պատերազմի առաջին օրվանից ի վեր Ադրբեջանը մարտական ծանր տեխնիկայով հրետակոծման է ենթարկել Արցախի հայկական ժառանգությունը, իսկ 2023-ին Արցախի հայաթափումից հետո ոչնչացման եզրին հայտնվեց Արցախի ողջ ժառանգությունը։ Վանդալիզմի դրսևորման մասին տեղեկություններ այսօր տարածվում են անընդհատ։ Դրանք տեղի են ունենում ինչպես պետական, այնպես էլ անհատական մակարդակներում։ Միջազգային կառույցների արձագանքը հիմնականում սահմանափակվում է հայտարարություններով, ինչը գործնականում չի կանգնեցնում Արցախում հայկական հետքը ջնջելու Ադրբեջանի անթաքույց մտադրությունը։ Անուշ Առաքելյան, Եկեղեցական կյանք։